Ես ուզում եմ խոսամ Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյան ջան, դու ուղղակի չգիտես, ինչ գելերի մեջ ես ընկել։ Ես հիմա կբացատրեմ, թե դու ինչ գելերի մեջ ես ընկել։ Դու օրինակ գիտես, թե ասենք Քոչարյանը քո ընկերն է։ Ճիշտ է, գիտես։ Դու իմացի, որ քո ընկերն է, բայց ես քեզ ուրիշ բան ասեմ։ Էս ինչ որ կատարվում է քո շուրջը, էս Ռուսաստանից էս բաները, որ ուղարկում են բան, դու ասենք հենց նենց ուղակի հապճեպ ասում ես Նիկոլն է սարքել, Նիկոլն է մեղավոր, չէ։ Դա դե քո գործն է, տենց ես ասել, ուրիշ ձև չունես։ Բայց ես քեզ 100% վստահեցնում եմ, որ դա Քոչարյանի ձեռի գործն է։ Դու իմանում ես, թե ինքը քո ընկերն է, իմանում ես, թե չի անի, բայց քաղաքականությունը ընկեր բան չի սիրում, հասկանում ես։ Ուրեմն ես քեզ փաստերով ապացուցեմ, որ դա Քոչարյանի ձեռի գործն է։ Նախ դու լավ գիտես, որ Նիկոլին այդքան բան Ռուսաստանում չունի, որ կարողանա ինչ որ կապերով, բանով, տենց բան, ասենք, ստանա։ Այդ կապերը ունի, դու լավ գիտես 100%, միայն Քոչարյանին։ Նույնիսկ Սերժ Սարգսյանին չունի։ Այդ կապերը ունի միայն Քոչարյանին։ Ուրեմն Սամվել ջան, ժողովուրդ ջան, այս վիդեոն շատ կտարածեք, որ անպայման հասնի Սամվելին։ Սամվել Կարապետյանը լավ մարդ է։ Ուղղակի այդ մարդուն բերել են այս քաղաքականության մեջ ու բարին բուն իմաստով փչացնում են։ Ինքը նա սամում դել է վատ մարդ չի Սամվելը, լավ մարդ է։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում։ Սամվել ջան, սա անում է Քոչարյանը, անում է ինչի համար։ Ուրեմն այսօր որ նստենք, դու էլ անգիր գիտես, դու անգիր գիտես, 100%-ով գիտես։ Դուք պայմանավորվել եք, որ ով շատ ձայն հավաքի, նա էլ վարչապետ է դառնում։ Բոլոր ինչքան ապրոսներ կա, ամբողջ աշխարհի, Հայաստանի, Գելափի, լրիվ։ Առաջի տեղը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ տեղը դու ես։ Հասկանում ես։ Դե հիմա Սամվել Կարապետյան ջան, դե մի հատ մտածի։ Քոչարյանը քեզ իշխանություն կտա, քո խելքը ի՞նչ է գտրում։ Եթե դու ասենք չես կարող այդ բանով մտածես, ես 100% գիտեմ, որ չի տա։ Նա քեզ իշխանություն չի տա։ Նա քեզ հիմա ուղղակի գցում է։ Նենց անում, որ քեզ արանքից հանի։ Նույնիսկ այն ձայնագրությունները, որ փող են բաժանում, բան են անում, հնարավոր է դա լրիվ Քոչարյանի ձեռի գործը լինի, ու լրիվ անում է քո անունից։ Հասկանում ես, դրանք գելեր են, դու ընկել ես գելերի արանքը։ Դու բիզնեսմեն մարդ ես, սովորական մարդ ես, նորմալ մարդ ես, ընկել ես գելերի մեջը, դրանք քեզ խաղացնում են իրաց ձեռների մեջ։ Հիմա քեզ արանքից հանելով, հիմա կասես օգուտը ո՞րն է Քոչարյանի, որ քեզ արանքից հանում է։ Եթե դու չկաս, քո կուսակցությունը չկա, քո ձայները գնալու է Քոչարյանին։ Հասկանում ես։ Վարչապետ Նիկոլին չեն տալու։ Այդ քո ձայները քո մոտով հավաքված են։ Նրանք այդ ձայները տալու են Քոչարյանին։ Այդ ձայները քեզանից առաջ Քոչարյանին էլ եղել է։ Հասկանում ես։ Հիմա էտա Սամվել ջան։
Դու ոնց ուզում ես մտածի, ինչ ուզում ես մտածի, ես ասում եմ, քաղաքականությունը քո համար շատ շուտ էր։ Դու պետք է մի 5 տարի լրվեիր, հայ ազգի մեջ ապրեիր, Հայաստանում ապրեիր, այդ քաղաքականության մեջ մի 5 տարի մնայիր, որ իմանայիր քո ընկերն ով է, քո հարազատն ով է, քո եղբայրը որն է։ Սերժ Սարգսյանը նա նորմալ բաներ էր ուզում անի Հայաստանում, քաղաքական, բայց նրան չթողին։ Նրան Կրեմլից, բանից, ամեն տեղից խեղդին, չթողին։ Ու Հայաստանի մեջ հնարավոր է Սերժ Սարգսյանը Հայաստանի համար նորմալ բաներ աներ, բայց նրա աղբերները, աղբոր որդիները բանը, նրան թույլ չտվին։ Նրան սարքեցին, ես ինչ ասեմ, չեմ ուզում վատ բաներ ասեմ, բան դեզդեն։ Հիմա Սամվել ջան, քո հետ էդ են վարվում։ Նա 100% գիտի, որ հնարավոր է դու 15% հավաքես, ինքը մի 8% հավաքի։ Ու դու պետք է քո բանը տաս իրան, քո ձայները, Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Դա քեզ ձեռք չի, դա Քոչարյանին ձեռք չի տալի։ Դու ոնց ուզում ես մտածի, ես քեզ ասում եմ ոնց կա։ Սա է քաղաքականությունը։ Ու քեզ հենց ինքն է գցում։ Նիկոլին կատեգորի չեսկի ձեռք չեր տալ, այս բանը, այս FSB-ի բանը, որ բացահայտվեց։ Նիկոլին դա ձեռք չեր տալ։ Էդ էլ բացատրեմ ինչի համար։ Որովհետև լավա դու լինես, քանց Քոչարյանը, Նիկոլի համար, հասկանում ես։ Նիկոլի համար, բոլոր այս Հայաստանի քաղաքացիների համար, լավա դու լինես, քանց Քոչարյանը, հասկանում ես։ Էսա, ոնց ուզում ես գցի բռնի, քեզ ինքն է փուրը տալի։ Գիշերը քնի, լավ մտածի, նոր կմտածես ինչ անես։ Սենց է դրությունդ։ Էլի բաներ ակցելու, գիտես դրանով պրծնում ես, չէ, դրանով չես պրծնում։ Նենց անելու է, որ քո կուսակցությունը արգել են, որ այդ ձայները իրան գնա։ Ուրիշ ձև չունի նրան, որովհետև դու ավելի շատ ձայն ես հավաքում, քանց ինքը, եւ վերջ։ Այսքան բան, բարի գիշեր ժողովուրդ ջան, շատ տարածեք, թող հասնի Սամվելին։ Լավ եղեք, բարի, լավ երազներ եմ ցանկանում իմ ընկերներին, իմ բոլոր հայությանը։